Սիրելի դասվարներ, հավաքվեք, եկեք տեսնենք, թե մեր մեկամսյա դասընթացի դասվարներից Աստղիկ Գևորգյանը ինչպիսի խելացի մոդել է պատրաստել 6 թիվը աշակերտներին ներկայացնելու համար։ Մոդելը անվանել է խելացի ռոբոտ խխունջ 6-իկը։ Այստեղ դուք տեսնում եք աստղիկներ, դա նշանակում է, որ մենք համապատասխան քայլերը անելով կհավաքենք աստղերը։ Առաջինը հետագիծն է։ Այստեղ մեր խխունջի վրա զատիկը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գծենք 6 թիվը։ Հետևելով զատիկի հետագծին, մենք արդեն 6-ը կառուցեցինք։ Երկրորդ էտապում, որը խեցի է անվանվել, նշում է, որ պետք է պայթեցնենք խեցու վրայի 6 կաթիլները։ Եթե պայթեցնում ենք, տեսեք թրթուրները առաջանում են։ Հրաշք 6 ցողի կաթիլներից դուրս եկան 6 թիթեռներ։ Հաջորդ փուլում կերակրում ենք մեր 6-իկին։ Պահանջն է տուր 6-իկին 6 ելակ։ Այստեղ էլ նշում է, թե քանի հատ է կերել։ Սեղմեցինք մի հատ ելակի վրա, կերավ ելակը, երկրորդ, երրորդ, այսպես շարունակ։ Տեսնում եք, այստեղ փոխվում է թիվը։ Աշակերտները սովորում են հաշվել։ Հաջորդ էտապում մենք ունենք խնձորների քանակ, պետք է արդեն շրջագծենք, թե քանի խնձոր ենք տեսնում։ Բնականաբար 6։ Անցնենք առաջ, ևս մեկ աստղիկ վաստակեցինք, գնացինք շրջանները։ Այստեղ մեզնից պահանջվում է լրացնել կազմությունը։ Ունենք բնականաբար 6 թիվը, 4 փուչիկներ և 2 արջուկ։ Գրում է, որ ճիշտ է։ Հաջորդ էտապում պետք է կառուցենք, միացրու գլուխը խեցուն, որպեսզի ստանաս 6։ Այսպես։ Հաջորդում մենք կարող ենք գրել որևէ առարկա և ինքը կհորինի փոքրիկ նախադասություններ։ Օրինակ, խնձոր։ Հետևենք իր առաջարկին և կտեսնենք, որ 6 հատ նախադասություն կբերի մեզ համար։ Այսպես, հաջորդիվ ունենք խնդիր։ Գրում ենք որևէ առարկա կամ կենդանի և մեզ համար հորինում է մաթեմատիկայի խնդիր։ Քանի որ մեր թեման 6-ն է, ինչպես տեսնում եք, ամեն ինչը պտտվում է 6-ի շուրջը։ Այսպես, լուծեցինք, կեցցենք։ Բոլոր աստղիկները համարյա գրավել ենք։ Եվ վերջին էտապում ունենք զրույց 6-իկի հետ։ Եվ 6-իկը մեզ դիմում է. Բարև, ես խելացի խխունջ 6-իկն եմ, ինչ կուզես իմանալ 6 թվի մասին, կամ ուղղակի զրուցել ինձ հետ։ Մենք կարող ենք գրել այստեղ ցանկացած հարց, որը աշակերտները ուզում են տալ 6-իկին։ Ենթադրենք, ես ուզում եմ սովորել 6-ի բազմապատկման աղյուսակը։ Տեսնենք 6-իկը մեզ ինչպես է պատասխանում, ընդ որում live ռեժիմով ցանկացած հարց գրում ենք և 6-իկը մեզ պատասխանում է։ Պատկերացրեք աշակերտների ոգևորվածությունը, երբ իրենց հարցը կարողանում են տալ ու ստանալ պատասխան համակարգի կողմից։ Ու այսպես շարունակ մենք կարող ենք զրուցել և ստանալ պատասխաններ 6-իկի կողմից։ Դե ինչ, սա ընդամենը մոդելներից մեկն էր, որը մեր դասվարը պատրաստել էր անմիջապես դասից հետո։ Հետևեք մեզ, բոլոր աշխատանքները հերթով կցուցադրենք։